Արշակունյաց պողոտան է դեպի Ագաթան Գեղոսի փողոց տանող հատվածը։ Այստեղ խցանում է օրվա գրեթե բոլոր ժամերին։ Մոտ 500 մետր ձգվող այս հատվածն անցնելու համար երբեմն կախված օրվա ժամից 20-ից 30 րոպե է անհրաժեշտ լինում։ Երևանում երթևեկելը օրեցօր ավելի է բարդանում։ Իրավիճակի բարելավման համար ճգնաժամային կառավարման հանձնաժողով է ստեղծվել։ Դեռ հստակ որոշումներ չկան, բայց քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, հնարավոր է մարդատար մեքենաների համար որոշակի սահմանափակումներ մտցնեն։ Հանրային տրանսպորտի էլ ավելի զարգացման, ավտոմեքենաների հենց բուն մարդատար ավտոմեքենաների որոշակի սահմանափակումների, տեխնոլոգիական նոր լուծումների Ինչ սահմանափակումների մասին է խոսքը, քաղաքային իշխանությունները դեռևս չեն մանրամասնում։ Մինչև այս էլ մայրաքաղաքում խցանումները նվազեցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը անհատ վարորդների համար որոշ սահմանափակումներ է արդեն արել։ Ավտոբուսների համար քաղաքի մի քանի հատվածներում առանձնացված գծեր են ստեղծվել, իսկ Արգիշտի փողոցում երթևեկության կազմակերպման որոշակի փոփոխություններ են սահմանել։ Անհատ վարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Պողոս Օղլուկյանի խոսքով այս փոփոխությունները ոչ թե լուծել են խնդիրը, այլ ավելի են վատթարացրել քաղաքի երթևեկությունը։ Հենց հակառակ, իրանք սարքեցին խցանումներ, ասում եմ, նույն ձեր ասած Արգիշտի փողոցից, երբ որ գնում էր դեպի հաղթանակի կամուրջ, ուրեմն այդ մասում 3 ռյադով գնացող էին, 2 ռյադով եկող։ Հիմա վերցրեցին, հակառակն արեցին, ընդամենը 150-200 մետր ավտոբուսի համար գիծ են դրել։ Երթևեկության անվտանգության փորձագետ Արտակ Խաչատրյանը այլ լուծում է առաջարկում։ Ավտոկայանատեղիներ քաղաքի մուտքերի մոտ, որպեսզի վարորդները կարողանան իրենց մեքենաները թողնել այնտեղ ու կենտրոնում տեղաշարժվել ոտքով, ավտոբուսով կամ այլ փոխադրամիջոցով։ Հեռավոր Շենգավիթի մետրոյի կայարանի մոտը մեքենա թողելու տեղ չկա, որ գոնե ենթադրենք այդ չգիտեմ, թաղամասի ժողովուրդը թողեն գան կենտրոն հետ գնա։ Ենթադրում եմ միակը երևի Սասունցի Դավիթի մոտ է, դա էլ պատահաբար ճարտարապետական լուծումը ի սկզբանե այդպեսին է եղել։ Մնացած տեղերում, օրինակ մարդ եկել է, ասենք, չգիտեմ, Ռոսիայի մոտից Զորավոր Անդրանիկի կայանի մոտից ցանկանում է գնա կենտրոն, որտեղ թողի մեքենան։ Խցանումների առաջացմանն առաջին հերթին նպաստում են փողոցներում կարմիր գծերի նշումները, որտեղ վարորդները մեքենաները կայանում են ու զբաղեցնում երթևեկության մեկ գիծը։ Անհատ վարորդների պաշտպանություն ՀԿ նախագահը հիշեցնում է, կենտրոնում կայանման արժեքը 12,000-ից դարձավ 160,000 դրամ, բայց իրավիճակն էլ ավելի վատացավ։ Մեր գումարով սարքել են ասֆալտ, բերել են չոտկով ուղղակի գիծ են քաշել։ Այդ գիծը 160,000 վաճառում են ին վրա։ Գումարես նրան, որ խանգարում են իմ երթևեկությանը, որովհետև շարքերի, եթե 2 շարքանոց է, մի շարքը փակվում է, եթե 3 է, նորից մեկը փակվում է, 2-ն ամնում։ Այսինքն խցանումը հենց առաջանում է առաջնահերթ դրանից։ Երևանում մեկ տարում 11,000-ով ավելացել է գրանցված մեքենաների թիվը։ Խցանումներն անխուսափելի են, եթե չլուծվի ավտոկայանատեղիների պակասի խնդիրը, ասում է Օղլուկյանը։ Փող եք ուզում աշխատեք, սարքեք ներգետնյա պարկինգներ, սարքեք վերգետնյա պարկինգներ, կուզեք ժամը դրեք 1000 դրամ, ինձ ձեռքը տա, կմտնեմ կկանգնեմ, ձեռք չի տա, ես ընդհանրապես այդտեղ չեմ կանգնում, ճիշտ է, խցանում չի լինի, ծախսեր չեն ուզում անեն, բայց հափշտակ են, տանեն, մենակ 100,000-ներով հավաքեն տան, ախերը տես չի լինում։ Երևանի քաղաքապետարանը խնդրի լուծման այս տարբերակը կարծես չի դիտարկում։ Մինչև հիմա ավտոկայանատեղիների կառուցման միջոցով խցանումների հարցը լուծելու հնարավորության մասին բարձր մակարդակով որևէ հայտարարություն չի եղել։ Բուրգի վերևում հետիոտն է, հետո գալիս են հեծանվային եւ այդ տեսակի տրանսպորտային միջոցները, գալիս է հասարակական տրանսպորտը եւ ամենավերջում իր կարեւորության աստիճանով գալիս են ավտոմեքենաները։ Երթևեկության անվտանգության փորձագետի խոսքով սա ճիշտ մոտեցում չէ, քանի որ երթևեկության մեջ բոլորն են հավասար ու բոլորի մասին պետք է հավասարապես մտածել։ Բոլորի ենթակառուցվածքները հավասարապես հարկավոր է զարգացնել։ Առաջնային հետնյոտնի համար, որպեսզի այդպես հարց բարձրացնեն, պետք է գնալ ազատագրել մայթերը։ Հիշեցնենք, մայրաքաղաքում երթևեկության խցանումների հարցը լուծելու նպատակով հանձնաժողով ստեղծվեց Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո,
թե հեծանիվով անգամ հնարավոր չէ անցնել Երևանի խցանված փողոցներով։ Խցանում էլ կա, խցանում էլ կա։ Դա խցանում չի, դա քաոս է։ Երևանի փողոցներում Փաշինյանի նկարագրած քաոսին վերջ կլինի արդյոք։ Կկարողանան քաղաքային իշխանությունները գետնի վրա իրավիճակը փոխող որոշումներ կայացնել, դժվար է ասել։ Լուծումը, որի շուրջ այս պահին քաղաքապետարանը մտածում է, շատերին այնքան էլ հեռանկարային չի թվում։ Ջուրանում են սխալա, ինչ որ անում են։ Այնքան մեքենա կա, որ չես կարող ասել։ Դա շատ ճիշտ որոշում է, շատ գովելի որոշում է, շատ ընդունելի որոշում է։ Դե ոնց կարող են սահմանափակում մտցնել։ Հնարավոր չի, արդյոք պետք է մեքենան քշի։ Չէ, սխալ տարբերակ է մտցնելը։ Ինձ օրինակ անհրաժեշտ է, որ իմ մեքենայով գնամ միտեղ, իսկ տրանսպորտի վիճակը խայտարակ է, մանավանդ երեկոյան 6-ից հետո, 6-ից 7-ը։